Հայաստանի արևմտյան մասում Արարատյան դաշտի ընդարձակ գոգում թաքնված է Գետաշենը։ Գյուղը գտնվում է Արմավիրի մարզում, Մեծամորի ու Վաղարշապատի միջև, հնագույն քաղաքակրթությունների ճանապարհին։ Գետաշեն նշանակում է գետի վրա կառուցված կամ գետակից բնակավայր։ Տեղացիները հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ եւ այգեգործությամբ։ Գետաշենում կարող ենք տեսնել Հայաստանի ամենաչքնաղ ագրոդպրոցը, որը նոր գույներ է տալիս գյուղին։ Աշակերտները այստեղ սովորում են ծառ մշակել, ցանել, ճիր պատրաստել, սնկագործություն եւ այլ գյուղատնտեսական աշխատանքներ։ Կարծես թե երեխաները արդեն մասնագետ ավարտում են դպրոցը, իսկ թե ինչպես ծնվեց դպրոցի այս գաղափարը, պատմում է պարոն Մուքոյանը։ Պարոն Մուքոյան, ասեք, մենք հիմա որտեղ ենք գտնվում։ Մենք հիմա գտնվում ենք Արմավիրի մարզի Գետաշենի միջնակարգ դպրոցում, դե ֆակտո նաև ագրո դպրոցում, դե յուրե դեռ ոչ, ինչի ագրո էկո դպրոց, որովհետև դպրոցի 2 հեկտար տարածությունը, հողային տարածության մի մասը, մեծ մասը պտղատու այգիներ են, մի մասն էլ դեկորատիվ այգիներ են, ինչի ագրոէկո դպրոց, որովհետև բացի հանրակրթությունից լրացուցիչ կրթական բլոկներից մեկը դա ագրոէկո կրթությունն է, որտեղ երեխաները ծանոթանում են գյուղատնտեսական հմտություններին, նոր տեխնոլոգիաներին, ավտոտրակտորային պարկ ունենք մենք, ջերմատուն ունենք, սնկաբուծարան, տնկարան, ինչի չէ նաև արտադրություն, չրերի արտադրություն, թեյերի արտադրություն։ Երբ այս միտքը ծնվեց ու որ պահից դպրոցը արդեն դարձավ ագրոէկո դպրոց։ Երբ որ մենք ստեղծեցինք գյուղական դպրոցի մոդել, հետագայում դարձավ ագրո դպրոցի մոդել, կանաչապատել, տնկել ծառեր, ինչի չէ ունենալ ջերմատուն, Եվ այս ամեն ինչը հանուն նրա, որ երեխան կրթությունից բացի գյուղաբնակ երեխան, նաև հմտություն ձեռք բերի եւ վաղը միսօրը չլքի գյուղը, որ ինքը սիրի իր գյուղը, որ ինքը ավելի սիրի գյուղատնտեսությանը տեղյակ լինի, ինքը դպրոցում աշխատի, դպրոցում բարիք ստեղծի եւ այդ բարիքի ստացված եկամուտը օգտագործի իր հետագա կրթության օրինակ, ինչի չէ, ինքը նաև այդ իր ստեղծածով ինքը կարողանում է ճանաչողական տարբեր այցերակազմակերպում, նպաստում է նաև դպրոցի բյուջեին արտաբյուջեի կարգով։ Կարող ենք ասել, որ այս դպրոցը ավելի շատ միտված էր այն երեխաներին տեղ տալու, ճանապարհ հարթելու, որոնք որ 12 տարի ոչնչով չեն զբաղվում, այսինքն կրթությունից դուրս են մնում։ Հիմա տեսեք ինչն է խնդիրը ամբողջությամբ։ Ես հիմա ասում եմ բոլորը դա հաստատեն, որ դասանում ոչ բոլորն են պատրաստ դասի, եւ ոչ բոլորն են ունակ։ Երեխաներ կան, որ թույլ են նրանց մտավոր երբ որ իրանք մտավոր տեսանկյունից հետ են ընկնում, դա չի նշանակում որ իրանք դպրոցում ավելորդ են։ Չէ որ նրանց մոտ էլ մի ուրիշ շնորհներ կա, որ պետքա գտնել, զարգացնել, հա, նաեւ մասնագիտական առումով եւ դրանով իսկ նպաստես, որ դպրոցում չխախտվի երեխայի կրթության եւ առհասարակ սոցիալական հավասարությունը, որովհետեւ միայն գերազանցիկներին ծափ տալով չի դպրոցը։ Դպրոցը նաեւ նրա համար է, որ հարթակ ստեղծվի եւ այդ հարթակը լինի նաեւ այն մյուս երեխաներին, որոնք կրթության հետ միասին հմտություն ձեռք կբերեն։ Փայտամշակում, մետաղամշակում, ագրոգիտելիքներ, ինչ որ արտադրություն եւ դրանով իսկ նաեւ իրական ձեռնարկատիրությունը կմտնի դպրոց եւ երեխան ոչ միայն կարեւոր կլինի դպրոցում, այլ նաեւ դպրոցից ինքը արդեն կիսով չափ մասնագետ դուրս կգա։ Կդառնա վաղը մյուսօրը լավ ֆերմեր եւ չի լքի իր գյուղը։ Երեխաների հետաքրքրությունը իսկ ինչպիսին է։ Շատ ակտիվ է։ Տեսեք ինչի համար է ակտիվ, որովհետեւ ըստ նախասիրությունների եւ կարողությունների ենք մենք բաշխումնանում, թե ով ինչով կզբաղվի։ Կզբաղվեն սնկաբուծանում, թող զբաղվեն, ուզեն ջերմատանը զբաղվեն, թող մի խումբ էլ այնտեղ զբաղվի,
ուզենան այդ անել սովորել այգով զբաղվել, մի խումբն էլ են տեղա լինում, մյուս խումբը փայտամշակում, մետաղամշակում եւ այսպես էս նախասիրությունների եւ կարողությունների բաժանվում է նաեւ արտադպրոցական կրթությունը, հմտությունը։ Գյուղը գյուղատնտեսական երուզերով, աշխատանքներով, ասես նաեւ հայտնի պտղաբուծության, բանջարաբուծության նաեւ առումով շատ աշխատասեր եւ ստեղծող ժողովուրդ են, շատ լավ մարդիկ են այստեղ ապրում, մարդիկ, որոնք որ բերք ու բարիք են անընդհատ ստեղծում, էլի իմիջիալոց կարևորել չի կարկուտ կգա թե չի գա, մեկ է իրանք ստեղծելու են այդ բերք ու բարիքը եւ մտածեցի ինչի՞ չէ երեխաների մեջ դա նաեւ սերմանել եւ խորացնել եւ ոչ միայն խորացնել, այլ ժամանակակից ագրոտեխնոլոգիաների հետ ծանոթացնել, ավելի էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրության հետ ծանոթացնել, այսպես միտքը ստեղծվեց նրանով, որ նախ քանի աշակերտ ունենք դպրոցում այդքան ծառ տնկեցինք եւ ամեն մի աշակերտ իր ծառն ունի, բերքահավաքի ժամանակ բաժանվում են խմբերի, բերքահավաք անողներ, տեսակավորողներ, վաճառք անողներ, տատիկների հետ միասին մուրաբաներ, չգիտես, պահածոներ եւ այլ պատրաստողներ, որը որ գնում է եւ առասարակ ամեն ինչը գնում է ճաշարան։ Մենք մտածեցինք, որ քանի որ տարածք ուներ դպրոցը, ինչի է տարածքը ռացիոնալ չօգտագործվի։ Հիմա տեսեք, այս ամեն ինչը արվում է նրա համար, որ դպրոցը դառնա որքան հնարավոր է ինքնաբավ։ Մենք ինքներս ստեղծենք մեր սպառած թթվածինը, մեր շնչած թթվածինը եւ մեր սպառած սնունդը կարգախոսի համահունչ, որովհետեւ այս բոլոր հնարավորությունները կա, որովհետեւ կա հողը, կա ջուրը, կա աշխատելու ցանկությունը, արարելու եւ սրանով իսկ մենք փորձում ենք մեր երկիրը մեր մասով, մեր չափով շենացնել մեր երկիրը։ Եվ դրանով իսկ նպաստում ենք, որ երեխան դպրոցն ավարտելուց հետո որոշակի հմտություններով օժտված լինի եւ ինքը կարողանա ինքնուրույն տնտեսություն վարի, ինքը կարողանա ճիշտ մտածի, ինքը կարողանա նոր տեխնոլոգիաներ կիրառի եւ դրանով իսկ մեր գյուղատնտեսությունը զարգացնի, գյուղը զարգացնի, իսկ ինչքան գյուղը զարգացավ, ինչքան գյուղը ամուր եղավ, այնքան պետությունը ամուր է լինելու։ Պարոն Մուքոյան, ինչից եք ոգեշնչվում։ Ես առհասարակ ոգեշնչվող մարդ եմ, բայց դպրոցի հետ կապված ոգեշնչվում եմ նրանով, որ օր-օրի, հա, թեկուզ դանդաղ, բայց ես տեսնում եմ, որ երեխան ճիշտ ուղու վրա է։ Ես տեսնում եմ, որ այս բոլոր պայմանները, ինչը որ ստեղծված է աշակերտի համար, տալիս է իր արդյունքը, որ ավելի ցիվիլ, ավելի խելացի, ավելի ստեղծագործ, ավելի բանիմաց աշակերտ ենք մենք կրտում, որը որ վաղվա մեր օրը մեզ է փոխարինելու, դառնալու է մեր ապագա քաղաքացին։ Ոգեշնչվում եմ նրանով, որ հաստատ իրենք մեզնից ավելի լավն են լինելու։ Այդ դրանով եմ ոգեշնչված եւ այն աշխատանքը, որը որ տալիս է արդյունք եւ դու դա տեսնում ես եւ ոչ միայն դու ես տեսնում, բոլորն են տեսնում, որ երբ որ ստեղծում համապատասխան պայմաններ եւ հարթակ, եւ որտեղ որ երեխան ազատ անկաշկանդ ստեղծագործում է, արարում է, ստեղծում է, դա արդեն ոգեշնչման մեծ ձեռքբերում է։ Այստեղ մենք գտնվում ենք ջերմատանը, ընդամենը 150 քառակուսի մետր փոքրիկ ջերմատուն, բայց մաքսիմալ, ուրեմն 1 քառակուսի մետրից մաքսիմալ բերք ենք ստանում, մեր ռեկորդ եղել է 18 կիլոգրամ, ինչքան հիշում եմ 1 քառակուսի մետրից, բայց այդքան էլ շատ չի կարող լինել, որովհետև հնարավորինս մենք օրգանիկ, էկոլոգիապես մաքուր գյուղմթերք ենք մշակում։ Մյուս կողմում ինչ է։ Ուրեմն ջերմոցին անմիջապես հարող տարածքում մենք ունենք բիոհումուսի հոր, մոտավորապես 10 տոննանոց բիոհումուսի հոր, ծավալը այդ կարգի է, բնական է, այդքան տոննաց չի ապահովում, որտեղ բիոհումուսը ինքը տեսակարար կշռով ծանր չի։ Ստանում ենք աղբի կառավարման շնորհիվ, փափուկ աղբի կառավարման շնորհիվ ստանում ենք բիոհումուս։ Ինչն է դա։ Դա տերևներն են աշնան, որ մի հատ չենք վառում, դա մոլախոտերն են, դա անասնագոմի մնացորդներն են, դա ճաշարանի ուրեմն էլի մնացորդներն են, առհասարակ փափուկ աղբը, այն ինչ որ ապակի եւ երկաթ չի, գնում է բիոհումուսի հոր եւ անայրոբ միջավայրում զարգանալով, երբ որ հորը կլցվի, գրեթե լցվել է։ Մենք մոլախոտն էլ կլցվի, կփակվի,
Պոլիէթիլենային թաղանթում, հետո անաերոբ միջավայրում ինքը կզարգանա, ամիսներ հետո ինքը արդեն իբրև օրգանիկ մաքուր պարարտանոց պատրաստ կլինի կիրառման։ Հիմա մենք ցույց կտանք մեր բիոհումուսը։ Սա անհրաժեշտ խոնավությունը եւ ջերմությունը մենք պահպանել ենք եւ 100%-անոց անաերոբ միջավայրում առաջացած բիոհումուսն է, որը մենք տանում եւ տալիս ենք ծառերին քիմիական պարարտանյութի փոխարեն։ Բիոհումուսը ստանում ենք օրգանական մնացորդներից, կերակրի մնացորդներից, խոտից, դեզից, գոմաղբից հավաքում լցնում ենք հորի մեջ, անհրաժեշտ խոնավություն ու ջերմություն ապահովում եւ 1 տարի անց գրեթե 100% անաերոբ միջավայրում առաջանում է բիոհումուսը։ Բիոհումուսը մենք օգտագործում ենք մեր դպրոցի այգիներում, այն փոխարինում է քիմիական պարարտանյութին եւ ավելի լավ արդյունք է լինում եւ ավելի լավ առողջ բերք ենք ստանում։ Գետաշենի դպրոցում մենք աղբը չենք այրում, մենք դրանից օգուտ ենք ստանում։ Մեր ջերմատունն է, այն պատված է 2 պոլիէթիլենային թաղանթով, ինչու 2, քանի որ 2 պոլիէթիլենային թաղանթների միջև կա տարանցիկ օդային շերտ, որը նպաստում է մեզ տարին 2 անգամ ստանանք բերք։ Ինչպես նկատում ենք, սա մեր երկրորդ բերքն է, առաջին բերքը կանաչիների տեսակներ են եղել, իսկ հիմա աճեցնում ենք լորիկ եւ պղպեղ։ Այս թելերը նախատեսված են, որպեսզի բույսը ուղիղ աճի եւ արմատները ավելի ծուռ ու մուռ չլինեն։ Շատ հեշտ է ամրացնելը, ամրացնում ենք նաեւ տարանցիկ դիրքը նպաստում է, որ ջերմամեկուսացմանը, որպեսզի ջերմությունը ջերմատան ներսում պահպանվի եւ բույսերի բարենպաստ եւ կայուն կլիման պահպանվի։ Ներկա պահին լորիկը եւ պղպեղն ենք աճեցնում։ Հիմնականում ջերմատան բերքը գնում է ճաշարան երեխաների սննդի համար։ Վաճառք շատ քիչ է իրականացնում, հիմնականում երեխաների սննդի համար է։ Ինչպես նշեցի, թելերը նախատեսված են, որպեսզի բույսը ուղիղ աճի եւ ավելի լավ բերք տա։ Շատ հեշտ է ամրացնելը։ Գնում ենք արմատին մի փոքր մոտ եւ հետեւյալ սարքով ամրացնում ենք ներքև։ Մենք հիմա գտնվում ենք թեյերի արտադրության սենյակում։ Մենք մեր դպրոցում իրականացնում ենք թեյերի արտադրություն, այն տեղի ունենում մի քանի փուլերով։ Առաջին հերթին մենք հավաքում ենք մեզ անհրաժեշտ խոտաբույսերը, հիմնականում անգլիական անանուխ եւ դաղթ։ Հավաքելուց հետո բերում ենք մեզ մոտ, մշակում ենք եւ սկսում ենք չորացման process-ը։ Չորանալուց հետո, երբ որ արդեն դրանք ամբողջովին չորացված են, սկսում ենք փաթեթավորել էկոլոգիապես մաքուր տոպրակներով։ Փաթեթավորելուց հետո կատարում ենք մակնշում, որտեղ որ նշում ենք հետևյալ տուփում ինչ տեսակի թեյ է գտնվում, եւ վերջ արդեն մեր թեյերը պատրաստ են։ Հիմնականում այն օգտագործում ենք դպրոցի ճաշարանում երեխաների համար, սակայն երբ որ ունենում ենք հյուրեր կամ մենք ենք հյուր գնում, սիրով հյուրասիրում ենք։ Ես Նարին եմ, սովորում եմ 11-րդ դասարանում, աշակերտուհի եմ ու այսօր ձեզ կներկայացնեմ չիրագործությունը։ Իրականում մեր դպրոցում ունի բավականին մեծ այգի ու այդտեղ կան ծիրանի ծառեր, ամեն տարի աշակերտները հավաքում են, տեղի ունենում բերքահավաք ու տեղի ունենում նաև բերքի տեսակավորում։ Ստացված բերքի մի մասը իրականացնում ենք վաճառ, որի գումարը տեղափոխվում է դպրոցի արտաբյուջե եւ ծախսվում է դպրոցի ու աշակերտների համար։ Իսկ մյուս մասը
երեխաները, աշակերտները, դպրոցի տարեց մարդիկ, ովքեր տիրապետում են շրջագործությանը, ինչպես նաև ուսուցիչների ու աշխատողների մասը գալիս են ու պատրաստում ենք չիր։ Չիրը պատրաստում ենք երկու եղանակով, առաջինի ժամանակ թողնում ենք ուղղակի ծառերի տակ, ինքը այդպես բնական, ավելի արտահայտիչ հոտով ու համով չրեր են ստացվում, իսկ երկրորդ տարբերակում հավաքում ենք, տանում ենք դպրոցի տաղավար ու այդտեղ ծիրանը առանձնացնում ենք կորիզից, փռում ենք հատուկ մաղերի ցանցերի վրա, թողնում ենք տաղավարում, որը ունի հատուկ ծած ու այդտեղ արևի ճառագայթները ավելի հեշտ են հասնում չրերին ու պատրաստում ենք չրեր։ Ստացված չիրը փաթեթավորում ենք, ամրացնում ենք դպրոցի պիտակները, ցանկության դեպքում նաև իրականացնում ենք վաճառք, բայց այդ հաճախ տեղի չի ունենում։ Հիմնականում գալիս է պաստավորված չիրը ճաշարան, մատուցվում է երեխաներին ու աշակերտներին, ինչպես նաև ստացված չիրը, որը տեսքով միայն զիջում է մյուս չրերին, պատրաստվում են հյութեր եւ թեյեր երեխաների համար։ Չրերը նաև բարբերաբար գրվում են դպրոցի միջանցքներում, աշակերտներն են օգտվում դասամիջոցներին եւ իրականացվում է հյուրասիրություն, երբ որ դպրոցը ունենում է հյուրեր։ Գետաշենի դպրոցն ունի նաև թանգարանային հատված, որտեղ ներկայացված են գյուղատնտեսական տարբեր իրեր, կավենմուշներ, որոնք բերված են Արևմտյան Հայաստանից։ Մենք հիմա տեսնում ենք շատ հին կամքի տեսակներ, այսպես ասած, տեսականին գոչման մշեցի տազբեկի օժիկ հավաքած։ Ինչի օժիկ, որովհետև այստեղ տեսնում եք հարդարման համար նախատեսված, զարդերը պահելու համար նախատեսված, նաև տարբեր իրեր կենցաղային օգտագործման ամենահետաքրքիրը այն է, որ մենք ունենք այս վերնագույցներ, որոնք Արևմտյան Հայաստանից է բերված եւ Սարիլամիշի փայտը կտավատի ձեփին է եկած։ Դուք պատկերացնում եք ինչ բարձր տեխնոլոգիաներով եղել, իսկ դա ոչ միայն տարիներ այդ տարել ցկում եւ փայտը որպես այդպեսին դառնում է, այսպես ասած, երկարակեց։ Այս է ամբողջ խնդիրը եւ գաղտնիքը, որ մենք շատ ենք կարևորում այս հավաքածուն։ Սա լրացնում է մեր գավառագիտական կենտրոնի, բացօթյա թանգարանի մի մասն, որ տեղադրված է այստեղ։ Գյուղի մեջ փոքրիկ ջահեր, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահեր, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։